Ողջույն սիրելի բարեկամներ, եթերում ճիշտ եք, առականին է։ Դդումի բողբոջը հայտնվեց մեծ բարդու ծառի կողքին։ Ընթացքում գրկեց բարդուն և սկսեց բարձրանալ։ Անձրևների և արևի ազդեցությամբ այն մեծ արագությամբ աճեց և գրեթե հասավ բարդու բարձրությանը։ Մի օր չդիմացավ և հարցրեց բարդուն. Բարդի, քանի ամսում ես այսպես ծառ դարձել։ 10 տարում, ասաց բարդին։ 10 տարի, ծիծաղեց դդումը և ուրախությունից թափահարեց տերևները։ Ես գրեթե 2 ամսում հասա քո բարձրությանը։ Ճիշտ է, ասաց բարդին։ Ճիշտ է։ Օրերին հաջորդեցին օրերը, և երբ սկսվեցին աշնան քամիները, դդումը սկզբում սկսեց մրսել, հետո տերևները թափվել, իսկ երբ ջերմաստիճանն իջավ և ցուրտը սկսեց աճել, թառամեց ու վայր ընկավ։ Նա մտահոգված հարցրեց. Բարդի, ինչ է կատարվում ինձ հետ։ Մեռնում ես, ասաց բարդին։ Իսկ ինչու։ Որովհետև դու փորձեցիր հասնել այնտեղ, որտեղ ես հասել եմ 10 տարում։ Եթե ուզում ես բարձրանալ, բարձրացիր քայլ առ քայլ, թող արմատներդ ամուր լինեն, որպեսզի քամիները չկոտրեն քեզ, որպեսզի վայելես քո ճանապարհը։ Միշտ ապիր դեպի գագաթը, որովհետև մեծ բարձրությունների վրա եղանակը միշտ չէ, որ բարենպաստ է։ Ամուր հիմքերով կառուցված բարձրությունն է, որ երկար է մնում է կանգուն։ Սերներս, ձեզ հետ էր Մանուշակ Շիրինյանը։ Կհանդիպենք, լավ մնացեք։